Դե ինչ, երկրին ծանոթանալու համար կարծում եմ ճիշտ կլինի սկսել հենց Բելգրադի պատմության թանգարանից։ Սերբական պետության արմատները սկսվում են դեռ միջնադարից, մոտ 9-ից 10-րդ դարեր, երբ այդ տարածքներում ձևավորվեցին առաջին սերբական իշխանությունները։ Բայց հետագայում Սերբիան մի քանի դար գտնվեց Օսմանյան կայսրության տիրապետության տակ, սակայն 19-րդ դարի սկզբին սկսվեց նրանց ազատագրական պայքարը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սերբիան միավորվեց հարևան սլավոնական ժողովուրդների հետ և ստեղծեց Հարավսլավիայի թագավորությունը, սակայն Երկրորդ համաշխարհայինից հետո այն դարձավ սոցիալիստական հանրապետություն։ Իսկ թանգարանում կարելի է տեսնել Սերբիայի թագավորների և թագուհիների անձնական իրերը, հագուստ, նամակներ, լուսանկարներ։ Առավել հայտնի են Կարացորգևիչ և Օրբենովիչ արքայական տոհմերը, որոնք իշխել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 90-ականներին բաժանվեց մի քանի անկախ պետությունների և այսպես ձևավորվեց ժամանակակից Սերբիան՝ մայրաքաղաք Բելգրադով։ Բայց շատ փոքր թանգարան էր, 20 րոպե պտտվեցի վերջոց։ Հիմա ուրիշ թանգարան եմ գնում եմ նամականիշների թանգարան, շատը, որովհետև անվճարա չեմ ուզում փող տալ։ Բայց տեսնենք ոնց է լինելու։ Բայց ինչ հետաքրքիր են իրենց շենքերը։ Սենց մարշված են, ոնց որ պատերազմից հետո։ Բայց մարդիկ սենց ապրում են։ Ինչ հետաքրքիր։ Հետաքրքիր է, որ ամբողջ թաղամասը դատարկ է, ոնց որ մենակ ու մանկապ, ոնց որ Half-Life լինի։ Եկել եմ նամականիշների թանգարանը, տեսնենք ինչ է լինելու։ Ինչ հետաքրքիր ֆուրգոն է։ Ինձ սիրուն նամականիշներ են։ Ոնց են մարդիկ հավաքում։ 100 հատ սենց կարի ու հավաքի մինչև կյանքիդ վերջ։ Միակ այցելուն եմ, էլ ոչ մի մարդ չկա։ Սիրուն է։ Վա, հին համակարգիչներ, կզեց։ Ուզում եմ ամեն ինչի կպնեմ։ Վայ, ես ես հեռախոսից մենք ունեցել ենք Nokia, ճիշտ է։ Իսկ իմ արդեն թանգարանում է, ինչ հետաքրքիր է, հետո էլ iPhone-ը կլինի թանգարանում։ Ու ինչ վախենալ է։ Այստեղ գրած էր մի կպեք, իսկ ես սող կպամատերով։ Վերջում չեմ կպնելու ոչ մի բան։ Իրենց ամենասիրուն եկեղեցիներից մեկն է համարվում, եկել եմ տեսնել։ Սիրուն է։ Մտնեմ ներս։
Նոր հիշեցի, որ մի քանի շաբաթ ստեղ մնում եմ, բայց դեռ չեմ փորձել իրենց ուտեստները, մենակ չինական ուտելիքներ են պատվիրում։ Դրա համար հեսա գնալու եմ փորձեմ, տենամ համովա, թե չէ։ Օրինակ այս ուտեստը կոչվում է պլեսկավիցա։ Սա սերբական ամենահայտնի ուտեստներից մեկն է, կարելի է ասել սերբական բուրգեր։ Այն պատրաստվում է աղացած մսից, սովորաբար խառնած տավարի և խոզի միս։ Իսկ սա գառան միսն է կարտոֆիլով, որը եփել էին մոտ 3 ժամ։ Շատ հյութալի էր, շատ նուրբ, ինչ-որտեղ հիշեցնում էր մեր հայկական խաշլաման։ Ու այսպիսի ուտեստները սերբերը պատրաստում են հենց տոնական օրերին կամ ընտանեկան հավաքներին։ Հետաքրքիր է, որ սերբական խոհանոցը ձևավորվել է դարերի ընթացքում, ստանալով ազդեցություն բյուզանդական կայսրությունից, օսմանյան կայսրությունից ու կենտրոնական Եվրոպայից։ Այդ պատճառով սերբական ուտեստները մեզ հայերիս հաճախ շատ ծանոթ են թվում։ Իսկ սա իրանց հանրապետության հրապարակն է։ Մերը ավելի սիրուն է, իրանցը ճոխ չի, անկապ է մի քիչ։ Ամենահայտնի վայրերից մեկը Կալեմեգդան պուրակն է։ Այն կանգնած է եղել Սավա և Դանուբ գետերի միացման կետում բարձր բլրի վրա։ Դարերով այստեղ բերդ է եղել, որը պաշտպանում էր քաղաքը։ Կալեմեգդանի անունը թուրքերենից է գալիս, կալե բերդ և մեյդան մարտադաշտ։ Հենց այս տարածքը միշտ էլ եղել է ռազմավարական վայր։ Ով վերահսկում էր այս բարձունքը, վերահսկում էր նաև գետերի հոսքը և առևտրի ուղիները։ Բերդը առաջին անգամ կառուցել են հռոմեացիները 2-րդ դարում։ Հետագայում այն վերակառուցել են բյուզանդացիները, սերբերը, հունգարացիները և օսմանցիները։ Այսօր էլ կարելի է քայլել ու միևնույն տեղում տեսնել հին հռոմեական ավերակներ, միջնադարյան պարիսպներ և օսմանյան դարպասներ։ Բայց այսօր Կալեմեգդանը այլևս մարտադաշտ չէ, այն Բելգրադի ամենասիրելի զբոսավայրն է։ Մարդիկ գալիս են այստեղ քայլելու, սրճարաններում նստելու կամ պարզապես արևամուտը դիտելու։ Հիշեցնում է հայկական բերդերը, քարե պարիսպներով, անցյալի պայքարի հիշողություններով և ազատության ձգտումով։ Իսկ երբ կանգնում ես վերևում ու նայում ես Բելգրադի վրա բացվող տեսարանին, միաժամանակ զգում ես թե անցյալի շունչը, թե այսօրվա խաղաղությունը։ Սուրբ Սավայի տաճարը Բելգրադի ամենահայտնի խորհրդանիշներից է և համարվում է աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը։ Երբ մոտենում ես տաճարի մեծ դռներին, տեսնում ես, որ Աստված բառը գրված է նաև հայերեն, ինչը պատահական չէ։ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է և հայ ժողովուրդը կարևոր դեր ունի քրիստոնեական պատմության մեջ։ Այսպիսով սերբերը հարգանքի տուրք են մատուցում բոլոր քրիստոնեական ժողովուրդներին։ Տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ 1595 թվականին օսմանցիները այրեցին Սուրբ Սավայի մասունքները։ Իսկ Սուրբ Սավան սերբերի համար այնպիսի սուրբ է, ինչպիսին մեզ համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Նա հիմնել է սերբական եկեղեցին և նրանց հոգևոր ինքնությունը։
Կառուցումը սկսվել է 1935 թվականին, սակայն պատերազմներն ու քաղաքական դժվարությունները երկար ժամանակ դադարեցրել են այն։ Միայն վերջին տասնամյակներում է տաճարը ամբողջությամբ ավարտվել։ Ներսում պատերը զարդարված են հսկայական ոսկեգույն խճանկարներով։ Սա աշխարհի ամենամեծ խճանկարներից մեկն է։ Գմբեթի տակ 70 մետր բարձրության վրա պատկերված է Հիսուս ամենակալը։ Դե ինչ, ամփոփելով ճամփորդությունս, կարող եմ ասել, որ Բելգրադը տպավորություն թողեց, որպես պատմությամբ լի քաղաք, որտեղ քեզ հանգիստ ես զգում առաջին իսկ օրվանից, ու ամեն ինչ կարծես թե շատ ծանոթ է թվում։